Երևանի ամենաբանուկ առևտրային գոտիներից մեկում Տիգրան Մեծ պողոտայում երկու առանձին խանութների միջոցով, որոնք առավել հայտնի են Դուբայի անվամբ, առևտրային գործունեություն է իրականացնում անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ջհանգիրյանը։ Կենտրոնի հարկային տեսչությունը ուսումնասիրել է տնտեսվարողի գործունեությունը եւ պարզել, որ նա ի սկզբանե ցածր պլանավորելով հարկային պարտավորություններն ուղղակի թեր հայտարարագրում է իրականացրել իրացման շրջանառություններում, մասնավորապես ՀԴՄ կտրոններ չտրամադրելու ճանապարհով։ Նպատակը պատսպարվել փոքր եւ միջին բիզնեսի համար նախատեսված առավել բարենպաստ հարկային միջավայրում։ Կենտրոնի հարկային տեսչության կողմից տվյալ հարկ վճարողի մոտ վերջին 1 ամսվա ընթացքում իրականացվել է 2 հսկիչ դրամական մեքենաների կտրոնների տրամադրման ուղղված ճշտության ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 450,000 դրամի տուգանք եւ բացի այդ նշված հարկ վճարողի գործունեությունը առևտրային կասեցվելու է 5 օրով։ Տարակուսանքի առաջացնում Մայրաքաղաքի կենտրոնական հատվածում մոտ 200 քառակուսի մետր առևտրային տարածքում գործող խանութների պահվածքը, որոնք միաժամանակ ունենալով բավականին մեծաթիվ ապրանքներ եւ ապրանքային մնացորդներ, հայտարարագրել են ամսական վարձավճարներից էլ զգալիորեն պակաս գումարներ։ Ռոբերտ Ջհանգիրյան անհատ ձեռնարկատիրոջ 2015 թվականի առաջին եռամսյակի իրացման շրջանառությունը կազմել է 4.5 միլիոն դրամ ընդամենը երկու խանութի միջոցով։ Ընդ որում ՀԴՄ կտրոնների միջոցով ֆիսկալ շրջանառությունը կազմել է 2.5 միլիոն դրամ։ Կարծում եմ, որ այդ 4.5 միլիոն դրամը նրան չէր բավականացնի երկու այդ անուտների վարձակալական վճարների ծախսերը հոգալու համար։ Տեղեկատվական բազայի միջոցով իրականացված վերլուծությամբ կենտրոնի հարկայինում քողարկման նոր սխեմա են բացահայտել։ Վերլուծության արդյունքում վեր է հանվել շրջանառության հարկի դաշտում քողարկված հարկ վճարողների մի ստվար զանգված, որոնց մոտ մատակարարներից ստացված հարկային հաշիվներով ապրանքային մնացորդները եռապատիկ, քառապատիկ անգամ նույնիսկ գերազանցում են նրանց իրացման շրջանառություններին։ Այժմ կենտրոնի հարկային տեսուչները տնտեսվարողների մոտ ընթացիկ հսկողական աշխատանք են իրականացնում, մասնավորապես չափագրման ուսումնասիրություններ։ Արդյունքները հաստատել են արդեն մեր կասկածները, որ տվյալ հարկ վճարողների մոտ իրականում այդ ապրանքային մնացորդները չկան։ Նրանք վաճառվել են, սակայն ՀԴՄ կտրոնները նրանց վաճառքների դիմաց չի տրամադրվել եւ այդ թեր հայտարարագրման ճանապարհով այդ հարկ վճարողները գործել են շրջանառության հարկի դաշտում։ Վարդանանց փողոցում գտնվող Seda Farm ՍՊ-ում անցկացվում են ապրանքների շրջանառության, մնացորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների չափագրման ուսումնասիրություն, ստուգելու շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված շրջանառության ծավալների հավաստիությունը։ Պարզվել է, որ կազմակերպությունը տեսչություն է ներկայացրել ոչ լիարժեք տվյալներ։ Ընկերությունում տվյալ պահին առկա ապրանքային մնացորդը կազմում է ավելի քան 100 միլիոն դրամ, որը ընկերությունում ակնհայտորեն առկա չէ։ Seda Farm-ը նման վարքագծով, այսինքն ՀԴՄ-ով իրացման շրջանառությունն արտացոլում է ոչ լիարժեք, փորձելով ներկայանալ որպես ՓՄՁ, այդ կերպ խուսափելով ավելացրած արժեքի հարկի դաշտում գործելուց։ Չափագրման ուսումնասիրությունները շարունակվում են։ Ֆինանսների նախարարության, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։